Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշապար դոնին առիթով կշնորհավորենք կանադահայ մեր հավատացյալները, թող Աստված իր քերեզմանեն լուսավորող այդ լույսով նորոգե մեր եկեղեցու, մեր ազգի զավակները եւ զորացնե բոլորին, խաղաղություն բարգեւե աշխարհին, վրդոված սիրտերուն անթորություն եւ բոլորին հավատքը, հույսը եւ սերը առավել եւս աճեցնե։ Քրիստոս արյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի գշնորհավորեմ Սուրբ Գևորգ համայնքի բոլորը Աստված թող ցեզի խաղաղ երկար օրեր տա Քրիստոսի հարությունով ձեր կյանքը լուսավորվի եւ ձեր ընտանիքները լան առողջ եւ հավատքի մեջ ապրող հարաբերություն ունենան Աստուծո Հիսուս Քրիստոսի հետ։ Շնորհավոր Սուրբ Զադիկ։ Ուզեմ շնորհավորել Քրիստոսի Սուրբ Հարության այս դոնը եւ լավագույն մաղթանքներս լավալի ժողովրդին, ինչպես նաեւ հոգապարծության եւ հանձնախմբի անդամներուն դեր հոր եւ բոլորին շնորհակալություն։ Այսօր շատ գեղեցիկ օրն է, Զադիգն է, մեր Զադիգն է եւ Փարքտիրոջ հայությունը եկեղեցիները լեցուցած են, հայությունը գշատնագոր եւ մեր եկեղեցիներն ալ գշատնագոր իր ժողովուրդով, անանք որ ցեզի գմախտեմ որ լավ ժամանակ անցնենք ծեր ընտանիքներուն հետ եւ մեր եկեղեցիներուն մոտիկ մնանք, բարի օր։
Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Շնորհավոր Սուրբ Զադիկ, բարև ձեզ, անունս Տետատոպուզյան է եւ գշնորհավորեմ ձեր բոլորին Զադիգը։ Այսօր հոս ներկայանք բորփասեր եկեղեցին Սուրբ Գևորգ եկեղեցվո դարական ավանդություն դարձած ասցենարգին, որ գլա հոս ամեն տարի։ Բարի եկածեք, շնորհակալ ենք, որ բոլորդ ներկայ եք մեր հետը, ինչպես կտեսնեք շատ մարդ կա հոս այսօր, եւ ձեր բոլորին կմաղթեմ բարի Զադիկ, բարի ամառ եւ ուրախություն եւ հաջողություն։ Ցեզի մեզի մեզ ավելիս։ Ամեն բան է հարաշ, հազար բարք և կողություն Աստուծո, որ այս տարի ևս բոլորիս արժանի նկատեց միադրվելու այս սուրբ եկեղեցու մեջ և դոնախմբելու իր հրաշափար սուրբ հարության դոնը, որ բոլորիս համար հաղթանակի դոն է։ Մի վախնակ, գիտեմ, որ խաչված նազովրեցի Հիսուսը կպնդրեք, խոս չէ ան հարություն արավ։ Մեծ բաղով շրջանը բոլորիս համար հոգևոր պատրաստության շրջանն է եղավ։ Եկեղեցին ավետարանական թրվակներուն, սալմոսներուն, աղոթներուն, շարականներուն ընդմեջեն մեզի փոխանցեց մեր եկեղեցվո հայրերուն կողմէ հաստատված յուրաքանչյուր գիրագի օրվան խորհուրդը։ Ավակ շաբթվան ընթացքին մենք ապրեցանք մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջի շաբթվան խորհուրդը։ Ավակին շաբթի սուրբ պատարագով գադարեցինք հիշադակը վերջին ընթրիքին, ապա Տիրոջ օրինակով գադարեցինք ոտնլվայի գարկը։ Խավարման գարկին Տիրոջ հետ Գեթսեմանի կացինք, իր հետ մենք ևս տագնապեցանք, աղոթեցինք, Աստուծո օրհնությունները եւ առաջնորդությունը խնդրեցինք։ 7 ավետարաններուն ընդմեջեն ապրեցանք Քրիստոսի կյանքի վերջին անկրվանի յուրաքանչյուր վայրկյանը, վերջին ընթրիքը, Գեթսեմանի մեջ Քրիստոսի աղոթքի բահը, Հիսուսի մատնությունը, Հութայի կողմէ, Քրիստոսի ցերպակալությունը եւ ադյան դարվիլը, քահանայապետին կողմէ հարցաքննվիլը, Զարային կողմէ ապտակվիլը, Պետրոսի կողմէ ուրացումը, Պիղադոսի ցերկը հանձնվիլը, չարչարանքները եւ նույն Օվսաննա կոչող մարդոց կողմէ խաչը հանե զայն արյունարկու փափակը։ Ավակուրպատ օր աղոթներուն, աստվածաշնչական ընթերցումներուն ու շարականներուն մեջ են ապրեցան խորհուրդը Քրիստոսի տաղմանը։ Քրիստոսը, որ ամենուն բարգեւիչն է, Հովսեփ Արեմաթացիի կողմէ ինք որպես բարգև խնդրվեցավ Պիղադոսեն եւ Մուսածին Փրկիչը գույս գերեզմանի մեջ տրվեցավ գսե շարականակիր հայրամետը։ Ամեն բան ավարտած էր բոլորիս համար։ Վարդապետը, որ խուլերուն ականջները բացած էր, բույրերուն աչքերը, գաղերուն քաներու գարողություն բարգեւած էր,
համրերուն խոսելու կարողություն, փոթորիկները խաղաղեցուցած էր, հացեր ու ծուգերը բազմացուցած, մահացած Ղազարոսին հարություն բարգեված էր, ինք չարչարվեցավ, խաչվեցավ, իր հոգին ավանդեց և անշնչացած մարմինը քերեզման տրվեցավ։ Յուղապետ միները կացին, որպեսի հրեական օրենքի համաձայն օծեն Հիսուսի մարմինը և կհասնին քերեզմանի մոտ կտեսնեն, որ կար արդեն իսկ կլորված էր։ Քերեզմանեն ներս մտնեն և ջերմակսկես տակած երդասարտը կտեսնեն, որ աչքում նստած էր դեպի Սարսափին։ Երիտասարդը նստած, մի վախնա, գիտեմ, որ խաչված նազովեցի Հիսուսի խնդրեք, բայց ոչ չէ անում, հարություն կրավ։ Ահա ասիկ մեծապույն ավելիսս վերի ավադացյաններ, որ նվեցավ նախոտյանը։ Նազովեցին Հիսուսը մի խնդրեք երելելու մեջ, ոչ չէ անում, հարություն կրավ։ Այո, Քրիստոս խաչվեցավ, խաչ խաչվեցավ, բայց խաչի վրա չմնաց։ Այո, Քրիստոս վախճանեցավ խաչի վրա և քերեզման տրվեցավ, բայց քերեզման չմնաց։ Մահը խորհրդանեց, մարդոց մեղքեր իր վրա առնելով քերեզմանեց և հարություն առավ։ Հարուցանեց նաև բոլոր անոնց, որոնք հավատացին իրեն։ Քրիստոս մեզ յուրաքանչյուրի համար իրականացրեց։ Աշխարհի բազմության մեջ ժողովրդության ամենամեծ օրինակն է Քրիստոսի խաչի վրա բادرակվելը։ Հիսուս Քրիստոսի մահը կերակուր սիրո վկայությունն է, որովհետև մեծամին սերը այն սերն է կսավետարնը, որով մարդը կսի կզոհե իր սիրելը։ Հանուն հոր և որդվո և օգվույն սրբո ամեն, ուր է մահ հաղթանագդ, ուր է մահ քուխայթոցդ, մեծ բահոց քարասնորյա հոգևոր ճամպորդության ընթացքին, մեզի ուղեկից եղան ոսկյա շղթայի նման իրար ակուցված գիրագիներու խորհուրդներն ու պատկամները, անդրադարձանք թրախտային փարի ու աստվածաշնոր կյանքին, անհնազանդությունը աստվածային կամքին պատճառ դարձավ մարդուն արդակսման աստուծո ներկայութենեն ու մեղքի դեղմի մեջ ընկղման։ Մարդը անարակ ու զեղ կյանք ապրելով մսխեց իրեն դրված աստվածաբարգև կյանքը ու գործընծուց աստվածային պատկերի նմանությունը։ Իրեն դրվեցավ արիտ անդրադարձի խոստովանությամբ, զղջումով,
ապաշխարությամբ կյանքի ընթացքը փոխելու եւ վերադառնալու հայրական քիրք եւ բարի ու արդար տնտեսությամբ վերագանքնելու իր մեջ խաթարված աստվածային ճշմարիտ պատկերը, սպասելով Տիրոջ քալուստին։ Այնպես ինչպես Քարունը հաղթական մուտքը գործե բնության մեջ, Քրիստոսը հաղթական մուտքը գործե Երուսաղեմ, Աստուծո դունը, աղոթքի վայրը, տաճարը մաքրագործելու եւ սրբագործելու։ Անգամ եւս խոնարհություն ու սեր կբարձրացայն է, օրինակ դառնալով գլվա աշակերտներուն ոտքերը, բայց ահա Գեթսեմանիով եւ Գողգոթայով գարձեք ամեն ինչ կավարդի, քեղեցիկ կյանքիմը վարակույրը գիչնե, հուսահատություն, փախուստներ, ուրացում եւ կերեզման, վերջագետը եւ քավով փակված թուրը։ Նույն պատկերը մեր կյանքի մռգալից փոթորիկներու պատկերն է։ Հաջող կգանքնենք մեր կերեզմաններուն առջև չփուժված վերքեր, գորուսներ, ցավեր, կգանքնենք դժվարություններու դիմաց, անհանգստություններով կդակնաբինք, որպես անհատ, ընտանիք կամ հավաքականություն եւ հուսահատորեն կգարձենք ամեն ինչ ավարտած է։ Հաջող հարցումը կչարչրգե մեր միտքն ու հոգին, ուր է Աստված մեր տարաբանքներուն ու դժվարություններու մեջ։ Մարդկային կյանքի ընթացքին ալգան բահեր եւ ամեն ինչ քերեզմանի մնման կփակվի մեր դիմաց, եւ խավարը ավելի դիրական կդառնական լույսը, եւ աղոթքը գարձես կլրե եւ պատասխան չունենար։ Մահը սարսափելի ու վախաստու իրականություն կդառնա, բայց ինչ մեծ հրաշք, հաղթանակի երգը կշեփորվի, մեծապույն ավետիսը կդրվի աշխարհին, երկինքն ու երկիրը իրար կհանդիպին եւ զիրար կկրկեն, մարդկային դակնապն ու դխրությունը կվերանան ու մարդոց սրդերը աստվածային մխիթարությամբ կլեցվին, խավարը կպարադի եւ արդարության մշտնջնական լույսն է, որ դիրական կդառնա, մարդը մեղքերու ծանրութենեն կթեթևնա, մարդկային կյանքի ծովու մռգյալ ալիքները կփուժվին, մահվան սարսափը կչկանա, աշխարհը ուրախությամբ ու ցնծությամբ կլսե հավիտենական ճշմարտությունը, որ քերեզմանի քարը գլորված է, քերեզմանը թափուր է, Քրիստոս հարություն արած է։ Եվ այս է ճշմարտությունը կփոխե այս ճշմարտությունը ամեն ինչ։ Քրիստոսի հարությամբ հուսահատ առաքյալները վերստին կհուսադրվին, նոր ոգիով զորացած կպատրաստվին շարունակելու իրենց վստահված առաքելությունը, դառնալու սիրո, խաղաղության եւ լույսին վկաները։ Հարուցյալ փրկին հաստատակամ ցայնն է, որ գլսվի դարձյալ մի վախնար, միայն հավատա։ Հետևաբար ամբողջ սրտով սրտակինս կոչենք, մահը բարդված է, սերը հաղթանակած է, հույսը հաղթած է, մարգարեին խոսն է, որ գիրականանա եւ բոս առաքյալ քաջ ու հաղթական ցայնով դարձյալ գիշեցնե, որ բոլորս բարձրացայն աղաղակենք, մահը գլանվեցավ, հաղթանակը շահվեցավ, ուր է մահ հաղթանակդ, ուր է մահ գուխայտոցդ, Քրիստոս հարություն արավ, հրեշտակները գծնձան, աշխարհը գլսե այս ճշմարտությունը, լույս հաղթեց խավարին եւ հաղթեց մեղքին, հարուցյալ փրկիչը Քրիստոս մահվան վրա հաղթանակ տարավ եւ իր հարությամբ մեզի նոր կյանք պարգևեց։
հարությունը դարձավ զգիստ նոր կյանքի, այլևս ողորմության թուրը փակ չէր մեղավոր մարդուն առջև, ընդհակառակը բացված էր հոգևոր վերածնունդի նոր ճանապարհը։ Թող հարուցյալ դերը մխիթարե, զորացնե եւ առաջնորդե մեզ դեպի հուսադրիչ զգիսպը նոր կյանքի։ Քրիստոս հարիավ իմերելոց, ցեզի մեզի մեծ ավետիս, օրտնյալ է հարությունն Քրիստոսի, ամեն։ Ցեզ հայ հորիզոն ցեզի հետ է այսօր Le Chateau Royal Reception Hall-ներս այսօր հոստ դեղի ունեցավ շատ գեղեցիկ նախաձեռնությունը, որ կպատկաներ Laval Lezili երեսփոխան տաշնակցային երեսփոխան Ֆայսալ Էլ-Խուրիին։ Այսօր հոստ Ֆայսալ Էլ-Խուրին հրավիրած էր 4 հայ անձնավորություններ զիրենք պատվելու King Charles III մեդալով։ Ուրեմն եկեք միասնապար հետևենք եւ իմանանք թե ովքեր են այս 4 հայ անձնավորությունները։ It's a great moment for me to recognize the people who contribute and who wrote some nice words, lines and pages in the history of Armenia and Canada. Following your nomination as a recipient of the King Charles III Coronation Medal from the Office of the Governor General of Canada, you are invited to a medal ceremony in our riding, the beautiful riding of Laval Lezili. This award is presented to you for your distinguished contribution to Canadian society, for your sustained social involvement in your community, and for your contributions to the collectivity's economy and social fabric. As your Member of Parliament, it is my honor and privilege to present you with this high distinction because you deserve it. Աննա նախ թույլ տվեք որ շնորհավորենք այս շատ արժանի ուրեմն մեդալը որը ստացա King Charles III ցեզի համար այսօր ինչպիսի օրը եղավ ձեր կյանքի մեջ Այսինքն նախ շատ զգացված եմ այս մեդալը ստանալուց համար եւ բաճարը մեր ասենք հաղորդի մեջ մեր աշխատանքն է որ ավելի գկնահատվի բայց երբ որ գկնահատվի նաև դուրս է թիդված օդար հաստատությունը գոմե որ գուկա եւ մեր ասենք ցեվովմա կորձը դեսնալով այս նշանին արժանացանք որովհետեւ չէի սպասել ինչ որ գնենք մենք նշաններու համար չեն գներ գահավադանք մեր կորձին ադոն համար գնենք բայց եւ այնպես շոյված կսկամ եւ շնորհակալություն կհայտնեմ Բարոն Ֆայսալին, որ մեզի ասենք արժանի եղավ այս մեդալին, իսկապես որ շատ զգացված եմ եւ ուրախ եմ անշուշտ,
բայց ավես մի շարունակենք մեր կորձը եւ ուրիշ նշաններ պետք չունենք առնելու, բայց ասիկ Այս մեդալը նաև ասենք վերականգնումը եղավ, չէ՞ ցեզի համար ծեր կյանքի ընթացքին այդ գործունեությունը որ դարած եք դարբեր միություններ ու գազագերբություններու մեջ երբ որ նստեցաք եւ քրեցիք այդ բոլորը Ֆայսալին համար վստահ եմ ցեզի համար հետ դարձը եղավ եթե գտնակ մեզի նշել այդ բոլոր գազագերբություններու մեջ որ աշխատած եք ասված եմ սկսելով համասկային են ես մոտավորապես 15 տարի թե վարչական թե թատրոնի ասենք թատրոնի հանձնախումբի մեջ էի եւ նաեւ թատրոն շատ տերասան չէի բայց ամենից բզիկ բաներով գնային ատկիցանտին անշուշտ երդասարտած Եդևեն երբ որ հոմը մեզի թռները բացավ հոն ավելի մեր ասենք կորձունեությունը իմ կորձունեությունս կոնե դարբեր մեկ տուրնյուրը արավ at հոմի մեջ որովհետև ինչ որ գնենք մեր ինչպես կասեն le don de soi արժեքը միան որտեվ չենք դար գազագերբություններով կամ բան տրամով, այլ եւ մեր ժամանակը կդրամատրենք եւ մեր հավատքով որ գնենք իսկապես որ հոմը Եդևեն անշուշտ ասկային վարչություն եղած եմ եկեղեցի դբրոց հայտարարի ամբողջ ասանկանագություններու մեջ մեծ ասենք գարձեմ թեր ունեցած եմ եւ միշտ ամեն անգամ ուրախ եմ որ գահաճողին այդ ցերնարկները Շարքը բավական երկար է գարձեմ, բայց իսկապես գշնորհավորենք անգամ եւս Աննա եւ վստահ եմ որ լավ օրինակ մոբիլի դառնա աբակասերունդներում։ Մերսի եւ նաեւ ես շատ հբարդեմ որ գբատկանիմ մեր քաղաքին եւ իմ գարելիս կնեմ որ մեր քաղաքին օգնեմ։ Շնորհակալություն տամար։ Նմանավես։ Ֆլորանախ թույլ տվեք որ շնորհավորենք ամբողջ համայնքին կողմէ այս շատ արժանավոր նվերը որ ստացաք Ֆայսալ Էլ-Խուրիեն ինչ են ձեր զգացումները այսօր իսկապես քիչ մխարեն զգացումներ կան ուրախություն եւ հետդարձը դարիներու աշխատանքի եւ բնական է որ երբ որ գզոհապերես երբ որ գաշխադես երբ որ ասկի դամար գծարայես չես սպասել քոնե ես անցնավես երբեք ակնկալություն չունեի եւ մեծ անագնկալ էր ինձ համար երբ որ email-ը գրգվեցա որ այսպես nominate եղած եմ հուզվեցա եւ այլն եւ ուզեցին դերեկությունները որ ուղարկենք տարիներու աշխատանքի եւ այլն անալսեմ որ ես 5-6 տարեկանես եղբայրս ցերկես բռնած ինձ հոմենետմեն որ չամուդի ագոմփը դարած է եւ հոնդերը սկսած այդ միութենական ծառայության հանազանտության հարադեվության աս սենք գիրքը մեջ ծնավ եւ ադիգա շարունակվեցավ եւ եկա Կանադա 78-ին իվեր հայօգնության միության մեջ մտա եւ հոն շարունակեցի այդ մեծ ընտանիքին է դա ծառայության արժեքը զոհողությունը ճիշտ է երբ որ մեկը այս աստիճանի կհասնի եւ դարիներու քրդին կթափե դարիներու աշխատանք կուտա պետք է նաեւ քնահատե իր գողագիցին եթե գողագիցը քեզի նմանաբես պետք է խոստովանիմ նաև որ ամուսինս նույնքան միութենական եղած է եւ նույնքան աշխատած է բայց եթե իրենք չքնահատեն մեր դարած աշխատանքը համբերությամբ չի դանին ամեն ադեմ որ ցկենք ժողովի երթան կամ ցերնարկ մգա եւ այլն մենք չենք կրնար հաջողիլ առաջ երթալ այնպես որ քաչալերական է որ նոր սերունդին համար իրենքալ շարունակեն կոնե մեր հիմա դակավին ես կշարունակեմ այդ ուղին եւ օրը պիտի գնանք բնական է բայց կմաղթեմ որ երդասարդ սերունդը մեր օրինագին հետևին չի հանցնվին եւ հարադևեն ամեն դեր ասկեն հայրենիքեն եւ ընտանիքեն առաջ ոչ մեկ կուքա այնպես որ իսկապես ուրախ եմ բնական է որ ուրախ եմ եւ ժառանգ մնե որ գցեմ օրինակ մգտարնամ իմ ընտանիքիս իմ թորնիկներուս եւ ինչու՞ չէ աբակասերունդին այո իսկապես դարձյալ գշնորհավորենք Ֆլորա միշտ այսպես պատնեշի վրա եղեք արդեն ցեզի կտեսնենք ամեն դեր լա ինչպես ասի կոմենտմեն հոմ եկեղեցի Սուրբ Գևորգ եկեղեցի ուրեմն վստահ եմ որ լավ օրինակ մը պիտի դառնաք աբակասերունդներուն շատ շնորհակալ եմ Թամար ցեզի քույաբարձ կդկադար
Մեր նախ թույլ տվեք, որ շնորհավորենք այս King Charles-ի մեդալը, ցեզի համար ինչպիսի զգացումներ այսօր։ Անգեզորեն մեր դեսագարսանք բաներ շատ սիրողը չէ եւ քիչ մխարն է, բայց ամեն բարակայի իբադիվ բարոն Ֆայսալին եւ դին Կարինին եթե այս ասենք մեդալը դրվեցավ ես իրողության մեջ բարձրապես ստացողն եմ մեդալը արդոնները բոլոր այն գամավորներն են որ այս աշխատանքի մեջ եղած են հայտարի դղակը հաջորդական գազագերբական մարմինները որոնց հավաքական աշխատանքը որ ինչ որ հաջողած է հայ կաղուտը դեղ հասցնել իր բարեկամներում միջոցով ոնց մե լավագույն օրինակներն մեկը բարոն Խուրին է ես այս բադիվը ուղղակիորեն կտեսնեմ որ փոխանցեմ մեր հավաքական ջիկին Երեսփոխանին հետ բավական երկար տարիներ աշխատած եք ինչ է ձեր կարծիքը իր ընդհանուր առմամբ գործունեության մասին եւ ձեր հարաբերությունը հայկական քաղաքին հետ Ֆայսալ Էլ-Խուրիի Բարոն Ֆայսալը նախ գիտեք կարացած բաներ կան, գաղաբարներ կան, որ քաղաքակետները գեղձավոր գլան եւ այլն ես Բարոն Ֆայսալին չափ անգերց սկզբունքային մարդ քիչ տեսած եմ այս աշխատանքի մեջ ինքը այն քաղաքակետներն է որոնք քաղաքականության մեջ մտած են սկզբունքներ պաշտպանելու եւ ինքը բնավ չէ շեղածած սկզբունքներն ինչին որ հավատացած է ադիգա անպայմանորեն հետապնդած է իսկ մեր տադիբարակային ինչ ուզած ենք ինչ խնդրած ենք իր մե 1000% դեղ հասուցած եւ անպայմանորեն այդ բատկամը որ մենք ուզած ենք դեղ հասնի ինքը ադիգա բարձրացնած է ավելիով ես կրնամ ասել որ Ֆայսալին պես որը մեկ բատկանավոր որը մեկ խորհրդարանի անդամ ունենալը լիբանանյան կաղուտելա կամ հայ կաղուտելա իսկապես բադիվ է Շատ շնորհակալ ենք կշնորհավորենք անգամ եւս Թույլ տվեք որ շնորհավորենք այս շատ արժանի ասենք մեդալը որը ստացաք այսօր ցեզի համար ինչպիսի արժեք կներկայացնե Ինձի անձնական իսկապես կողոնակություն կուտա, բայց պետք է նշել, որ այս մեդալը կամ այս բադիվը, որ ինձի դրվեցավ, ինձի չէ միան, ալ գբատկանի ընդհանուր առմամբ իմ բարակայից հայտադին եւ ընդհանուր առմամբ գամավորական աշխատանքին։ Բնավ կսպասեիր այսպիսի բամա։ Չէ, իսկապես եւ ադի հիմա քիչ մը կխնդրենք քիչ առաջ, ասելով որ մենք վարժված չենք ստանալու Ընդհանրապես մենք ենք որ մեր ժամանակ ենք ուտանք դարօրինակ զգացում է բայց իսկապես մեծ արժեք ունի ինձ համար իրականության մեջ քալով երեսփոխան Ֆայսալ Էլ-Խուրիին Օդարի աչքով ալ չենք կնռնայել, քանի որ իրականության մեջ միշտ ներկայություն է մեր շրջանի մեջ եւ այսօր ահա վասիկ 10 տարին ավելի շատ մոդեն աշխատենք հետը եւ ինքն ալ մեր թիկունքին է, այսինքն իրար լավ կճանչնանք եւ ինքն ալ ընդհանրապես չի խնայեր քաղաքին օգտակար լալու։ Շատ շնորհակալ ենք եւ անգամ եւս շնորհավորել։ Ես շնորհակալ եմ եւ վարձուտ կդար։ I am honored and privileged to be amongst you. I thank you from the bottom of my heart. This is the generation that you produced and the generation that you will be producing because of you. Արին մենք միշտ Ֆայսալ Էլ-Խուրիին ինտերվյու գնենք, բայց յետևը գեցող զորավոր սեքսյունը տունես եւ Ֆայսալը սա իր խոսքի մեջ որ այս ընդրություններուն համար տուն օգնեցիր անձերը գտնելու, վստահ եմ որ թյուրին որոշումը չէր։ Շիդագը գուզեք ամենը դժվար որոշումներն մեկադներ։ Բավական 12 տարի եմ Միսյո Էլ-Խուրիին հետ աշխատում։ Այո, շատ դժվար բաներ անցած ենք, բայց այս գեդը ամենեն դժվար բաներ որտեղ Իմ կաուտս է, գսիրեմ ամենում բոլորին, գիտեմ իրենց ջագդի քրդինքը, գիտեմ ինչ տված են մեր կաղունտին։ Բայց ինչպես ես նայեց այս հարցը, երբ որ մենք Լիբանանեն հոսեգանք 79-ին, արդեն Սուրբ Հակոբ դպրոցը հոսեր։ Մեր եկեղեցին Սուրբ Հակոբը հոսեր։
մեր ագումբը հոսեր։ Ուրեմն ինձ մե առաջ եկողները, մամայիս, բաբայիս առաջ եկողները իրենց հոգին տրած են, իրենց արյունը, ուրեմն միայն սկզբունք չէ, պիտի շարունակվի իրենց գործը, ահա վասիկ այդ ծևով էր, շատ դժվար որոշում է, իրավունք ունի ստամար, ասանք դժվար բան չէ, բայց նորեն Մսյո Էլքուրին ներկայացուցի մի քանի անուններ, բզդիկ biography-ներ դվի գենսակրությունները անշուշտ, մի քանի պատմություն պատմեցի, որով ասում ցեղասպանության սերունդն են, չեն կրնան մոռնալ։ Մսյո Էլքուրին ինձ իսավ Կարինը սավ carte blanche, քաղուտդ գիտես եւ հբարդես, carte blanche զադե։ Ուրեմն այդպեսով զադեցի։ Այո, եւ շատ լավ անձեր զադացեք, վստահ եմ, որ իրենց պես ալ ահագին կան, բայց հաջորդին կբահենք, չէ։ Եվ ինչպես, հաջորդ թակավորին, գլխու վրա։ Շատ շնորհակալ ենք ու վարձ կտկար։ Եվ գշնորհավորեմ ամենուն։ Մերսի շատ։ Hello Mr. Elkhuri, how are you? Very good, thank you, and I'm very happy and very pleased to see you today, and thanks for inviting me to this interview. Thank you, Mr. Elkhuri. So if you can tell us a little bit about this event and how did you organize it? How did you pick the people that you picked from the Armenian community and why? First of all, here I would like to thank my political attaché, Madame Karine Sahakian. She is the one who organized, and she knows in deep the people in the Armenian community, in which I consider like my community also. But to be honest with you, whatever she decides, she has a green light, and she always has the best option, and I respect her option. So she goes with the people who wrote some good pages in the book of the history of Armenian here in Canada, contributing to our Canadian and also keeping the roots of Armenia and Armenian values. So she selects the name, I approve it, and this is the minimum thing I could do personally toward a community who for election stand with me, support me in all sense of the word. So whatever I do for Armenian community, I believe if it is not enough, I have to do more. I'm sure it was a difficult choice, as in the Armenian community, everybody has given a lot of services, but I see that you have picked especially specific people who have given something to not only the Armenian community, but overall to the Canadian community. So how is your experience overall working with the Armenians? Listen, it's a great community. I'm seeing Armenian contributing to our values, to our business, to our science, in all fields of life, from medicine, engineering, law, business, everything. And by keeping their Armenian roots also, but they integrated nicely with the Canadian society. And this is the way I would like to see everyone who migrate to Canada to do the same. I believe Armenian community, it becomes example to be followed by other communities. And this medal, what can you tell us about this King Charles III medal? This is one of the highest medal that given by the government Canada in the name of the king or the queen. And those are selected nicely, and they have to be approved by the office of the general governor of Canada and by me also. But it should be distinguished, given to people who really deserve it. Yes, definitely. We thank you, Mr. Elkhuri, as always, for being on our side, for being supportive of all our community, and we wish you all the success in your future plans. Thank you, and myself also for all Armenians, men, women, boys, girls, child, old people. I love you, I stand with you, I will be always supporting you. Thank you. Thank you, we love you too. Thank you for being a great Canadian and great Armenian, and there is no contradiction between being a great Canadian and great Armenian. One complement the other. Thank you for the contribution of Canada, and I am sure with the way you educated your children, your grandchildren, you're doing your best to transfer the pain of the past to a legacy of unity, of love among each other, and to prosperity of Canada and Armenia. Welcome here, and thanks for coming.
Բարևներ մեր շատ սիրելի հայ հորիզոնի հետևորդներ, գան սիրո դեսակներ, որոնք բարձ բարերով չեն նկարագրվիր, անոնց մե ամենեն խորը նոր սերն է, անլուր է, բայց ամենեն զորեղը, անբարզ է, բայց ամենեն մեծը, դարիներ ու կեղեցիկ ավանդության համացայն, այս տարի ևս գազմագերբությամբ Սուրյո օգնության խաչիկ Քեսաբի մեղրի մասնաճյուղի վարչության կներկայացնե Մայրերու օրվա նվիրված ձեռնարկումը շաբաթ 21 մարտ 2026-ի երեկոյան ժամը 5-ին Սահակյան սրահեն ներս։ Սիրելի մայրեր, սրտանց ողջունեք բոլորս այս գեղեցիկ օրվան առիթով։ Հավաքված ենք այսօր պատվելու եւ արժանավորապես գնահատելու համեստ, խոնար, պայծառ, ամուր, շփտուն, աշխատասեր ու պայքարող դիբարմը, հայ մայրը։ Այսօր ունեցանք հոյագապ ձեռնարկումը, որը նաև ձեր պարգևն էր, նաև ձեր անձնազոհ աշխատանքի շնորհիվ էր։ Սիրելի մայրեր, սփյուռքահայ գաղութը նաև ձեր ուսերուն վրա է, դուք եք որ կտանեք ծանր բեռը հայապահպանության գործին մեջ։ Ձեր վարձքը կատարք, ձեր տոնը շնորհավոր, եղեք միշտ երջանիկ, ժպտուն, ամուր եւ միշտ մնացեք ձեր ընտանիքների հետ։ Սուրիահայ օգնության խաչի ծառայությունը լավագույն ապացույցն է այն իրողության, որ երբ հայ գինը գլուծվի ազգային ծառայության, անգարելին դարձնելու կարելի։ Մայրությունը միայն գիեսապնական չէ, այլ հոգեվիճակ։ Ձեր դադարած ամեն մեկ բարեգործությամբ, ձեր գազմագերբած ամեն մեկ ձեռնարկով, դուք մայրական սեր կբարգևեք մեր համայնքին։ Թող ձեր բարի ձեռքերը երբեք չհոգնին, իսկ ձեր սրտերը միշտ լեցուն ընրան, այն պետրանքով, որ բուքա ուրիշին օգնել է։ Որպես խաչուհիներ, բոլորս ալ մոր նման մեր լույսը գծակեցնենք մեր միության մեջ, մեր լույսը գվարենք եւ նույն ջրակով գուզենք շարունակել նախնիներուն վարած դրագը։ Շնորհակալություն։ Առաջին օրեն, որ բզդիգը աշխարհ բուկա, այդ օրվանը պետք է սկսի մայրենի հետ կապված աշխատանքը, որովհետեւ դպրոցը գադարելա փորձե մնացած բաժինները։ Երկրորդ կարևոր բանը, որ նորին կբահանջվի հայ մորմե, հայ գնոջմե, քաչության սերմանումն է։ Գնալա դժվարությունը աղքատությունը լա, տնտեսական խնդիրները լան, գնա ուսման հետ կապված լա, ընկերային խնդիրները լան, կարևորը քաչությունը մայրը ունենա, որտեղ քաչ մորմե քաչ ծավակ կծնի, վախկոտ մորմե վախկոտ ծավակ կծնի։ Հետևաբար ցկիկ քաչալերենք մեր բզդիկները սխալին չլրեն, գարձիկ հայտնեն, արդահայտվին, դեսագետներ ներկայացնեն, որովհետեւ թե իրենց անձը Գարինան գերդել, թե ընկերության օգտագործանալ, հետո չսենք մեր բզդիկները համարցակ չեն գնալ, մաման է դունը, մամային ըրածը ուսուցիչը գրնա շանագել, այո, գբադային ուսուցիչներ, որ գրնան թե մամային կորձը, թե ուսուցչին կորձը անել, բայց մենք որքան ունենք այդ տեսակի ուսուցիչներ, հետևաբար ծնողքին կորձը ամենակարևորն է ասողությամբ։ Քիրքերում մեջ Խրիմյան հայրիկ կսե, եթե պիտ հարաճանաս, առաջին քայլը ընտանիքն է, եթե պիտ լուսավորվիս, ջրակը ընտանիք են պիտ վարես, եթե պիտ հարստանաս, կանցաբանն ու կանցարանը ընտանիքին մեջն է, եթե երջանիկ պիտ ապրիս, երջանության աղբյուրը ընտանիքն է, թող բոլոր մայրերը, գիները, աղջիկները երջանիկ ապրին, բահեն մեր ասկը եւ հայրենիքը եւ ամբողջ կնով իրենց ցանած սերմերը թող արտերդան։ Ձեր դոնը շնորհավոր։ Քարավոր բազմության բարեհաճերը գվգային հայ գնոջ ունեցած թերագադարության մասին բազմաթիվ ասպարեզներում մեջ։ Հինենվեր հայ գինը ստանցնած է իր կարևոր հանցարությունը, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե մշակութային, թե գիտական բնագավառներու որպես ներկայացուցիչ, որպես հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, մշակութային գործիչ, այսուհանդերձ
յանքի փոփոխության պայմաններում մեջ, միջազգային օրենքներու, թե դեղական օրենքներու փոփոխության պայմաններում մեջ դակավին շատ բան ունի հայգինը հետապնդելիք իր արդար եւ լիիրավ իրավունքներուն դիրանալու համար։ Անորոշ դարբեր կանացի գազམ་ագերբություններ այս ուղղությամբ լուրջ աշխատանք ունեն։ Իսկ ինչ կվերապերի հայ օգնության միության այս բաժնեն ավելի իր բարեսիրական ծառայությունները որ գմադուցե եւ հայ գնոջ իսկական թերագադարությունը որ գմարմնավոր է իր ծառայություններուն ընդմեջեն իսկապես խոնարհելու եւ ականքի դուրք մատուցելու արժանի աշխատանքներ է որ գիրականացնեն։ Մետքի օրոցքից երբ աշխարհ մտա, աշխարհում աշխարհ մորզել կտա, հոգերս լծած են իր նժարի, աչքերս նրա զույգ տասերն արին, երբ կշեցի մորս հերս դուր, որ ինչքան մեծ էր այնքան խոր ու նուր։ Շնորհակալ եմ Իգնաց Վարդուկյանին բարգեւադրումին համար, մաղթանքս այն է, որ բոլորը տալ հասնիկ իմ դարիքից եւ արժանանակ այս բարգեւադրումին եւ ծառայեք Աստուծո եւ հայրենիքին։ Ճիշտ է որ դուրսը քարնանային բայցար օրը չէ այսօր, բայց գեղեցիկ օր է եւ Աստծո փառք տալու օր է։ Մեր աղոթքն այսօրվա մեջ որ Աստված բավարար իմաստություն, համբերություն եւ ինչպես պատկամի մեջ հիշվեցավ քաջություն դա մեր մայրերուն դաստիարակելու իրենց զավակները եւ նաեւ իրենց թերը լավագույն ձևով կատարելու մեր ընկերության մեջ որ կապրին։ Թող Աստված օրհնե ձեզ եւ ձեր տոնը շնորհավոր սիրելի մայրեր։ Մեզ համար բարդություն է եւ ուրախություն, որ այսօր Սեոխաչի շրջանային վարչությունը ներկա է Կեսաբի Մեղրի մասնաճյուղի գազམ་ագերբած մայրերու օրվա դոնագադարության եւ նաեւ ուրախ ենք, որ այս արիթը մենք օգտագործեցինք եւ մեր Մեղրի մասնաճյուղի 50 դարբազարայություն ունեցող ընկերուներուն բարգեւադրեցինք Օմի գետրոնական վարչության գոմե դրամատրված քննադատներով։ Սիրելի մայրեր, ձեր սերը արևի պես է, չի հարցներ, արժանի է, պարզապես գլուսավոր է ամբողջ աշխարհը, ձեր օրհնյալ ձեռքերը գուցե ճակած, գուցե հոգնած, բայց մեզի համար ամենեն պապուկն ու ամենեն ապահովը։ Այս տարի հատկանշական էր մեր շրջանային վարչության ընկերների ներկայությունը, որոնք բարգեւադրեցին 50 տարի ավելի ծառայություն ունեցող ընկերուները, որոր արժևորեց ցերնարգը եւ արժևորեց նաեւ մեր ընկերներուն դարած աշխատանքը։ Շնորհավոր մայրերու օր։ Գաղութեմ, որ Տեր Աստված ձեզ մի յուրաքանչյուրին բարգեւե առողջություն, երջանկություն, ինչպես սկսեն ձեր ցերքերը ցավ չիլեցնեն եւ կարողանաք ձեր զավակները դաստիարակել ճիշտ հայեցի դաստիարակությամբ եւ քրիստոնեական բարգերով։ Այսօր մենք խավարներու ներկայացումով մաս կազմեցինք, ներկայացինք 3 խավար եւ Կեսապ աղանը, գնդկրգեր հայկական աստեղնագործությունները եւ ամեն մեկ խավարի իր գարադեսակներով եւ առավել նշանավոր թեմքերով, գին թեմքեր են։ Ազատիա հերևելի եւ հանրելու դիշնամույն Արժանավորյա կողության պարավորել սկեզնդ հոր և սրտով կույն, այժմ և միշտ և ամիտյանս ծավիդենից ամեն, շնորավոր մայրերու օր։ Այս տոնը բոլորիս համար շատ մեծ արժեք ունի և գուսեմ շնորհավորել մեր վարչությունը և բոլոր անդամունիները, մաղթելով Մեղրի մասնաճյուղի նորանոր վերերտներ և հարադև հաջողություններ։ Թող այս գեղեցիկ օրը դառնա արիթմը, գրգին անգամ կնահատելու և սիրով շրջապատելու մեր մայրերը։ Անոնց կմաղթենք առողջություն, երջանկություն եւ անսպար սեր։ Շնորհավոր մայրերու դոմ, բոլոր մայրերուն։ Ձեզի հետ է Պալիկ Լնթյան, Հայ Հորիզոն, Կեսապ։